Գնանք խնդիր չունենք, մենք ոչ մի բան չենք արել։ Ուրեմն օրենքի տարածք ամեն ինչ Ես ձեզ ասում եմ, ինձ լսեք, ոչ եմ ամեն ինչ նորմալ կլինի, գնում ենք, թող նայեն ինչ օր է, ոնց որ պետք է։ Ինչ ուզում է լինի, դրանից հետո ամեն ինչ երևա ամեն ինչ կանեք։ Գյումրին ձեքի գունքին է։ Ինձ լսեք, ամեն ինչ նորմալ կլինի։ Օրենքի տառը պահպանում ենք։ Վարդան Ղուկասյանը ուժայինների ուղեկցությամբ դուրս եկավ իր աշխատասենյակից։ Քաղաքապետը միաժամանակ ընդգծեց, որ այս պայքարը վերաբերում է ոչ թե միայն իրեն, այլ ողջ քաղաքին։ Քաղաքապետարանի շենքում բազմաթիվ աշխատողներ են հավաքված, որոնք չէին ցանկանում թույլ տալ, որ նրան ձերբակալեն։ Քաղաքի կենտրոնը շարունակում է ողողված մնալ մարդկանցով, ովքեր կանգնած են քաղաքապետի կողքին։ Քաղաքի մի շարք ընկերությունների աշխատակիցներ թողել են աշխատանքը եւ միացել հավաքվածներին։ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկած ոստիկանական մեքենայի անիվները քաղաքացիները վնասել են, որպեսզի այն չկարողանա տեղաշարժվել։ Այժմ մեքենան դուրս է բերվում հրապարակից եւ տեղափոխվում է Տուգանային հրապարակ։ Գյումրիի համայնքապետարանի մոտ է նաեւ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկաց Ջոմարտյանը։ Նա հորդորեց քաղաքացիներին ոչ մի բան չասել ոստիկաններին։ Թող բոլորն իրենց կոռեկտ պահեն։ Մենք այստեղ մեքենաների մոտ ենք, դուք բողոք եք ուզում հայտնել, ձեր բողոքը արտահայտեք, նշել է նա։ Իսկ մինչ այդ կարմիր բերետավորը սպառնում է քաղաքացիներին։ Դիմակավորված հատուկ ջոկատայինները արգելել են համայնքապետարանի աշխատակիցների մուտքը եւ ելքը, իսկ ոստիկանական ուժերը մեծաթիվ են։ Քաղաքացիները իրենց հերթին չեն պատրաստվում նահանջել եւ հայտարարում են, որ պայքարն ընդհանրապես վերաբերում է քաղաքի արժանապատվությանը։ Իրավապահներն արգրավել են քաղաքապետարանի տեխնիկան, ինչը փաստացի փակել է կոմունալ ծառայությունների աշխատանքը։ Քաղաքապետարանի մուտքերը շարունակում են շրջափակված մնալ, իսկ քաղաքացիները պահանջում են բացահայտել գործողությունների իրական պատճառները։ Ըստ Գյումրու քաղաքապետարանի աղբյուրների իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Երբ հավաքվածներն ու իրավապահները առճակատվում են ձերբակալման գործողությունը շարունակելու նպատակով։ Հիշեցնենք, որ 5 ժամ շարունակ իրավապահները հատուկ գործողություններ էին իրականացնում քաղաքապետարանում, սակայն Վարդան Ղուկասյանին չի հաջողվել ձերբակալել։ Նա մեկուսացել էր իր սենյակում, իսկ քաղաքացիները պաշտպանել են նրա ներկայությունը շենքում, հայտնելով, որ պայքարը վերաբերում է ոչ միայն մեկ անձի, այլ ամբողջ քաղաքի արժանապատվությանը։